Փոփոխությունների շուրջ համախմբումը հաշտություն կբերի մեր հասարակությանը տավուշցիների հետ հանդիպմանը հայտարարում է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Քաղաքական այս ուժը գալով իշխանության խոստանում է ջնջել բոլոր այն բաժանարար գծերը, որն ըստ Կարապետյանի պառակտել է մեր ժողովրդին։ Մենք բոլորս պետք է լինենք մի բռունցք դառած ժողովուրդ, ում գլխավոր խնդիրը պետք է լինի զարգացնել մեր երկիրը, դարձնել անվտանգ երկիր։ Կենտրոնանալով հենց անվտանգային խնդիրների վրա, Սամվել Կարապետյանը նշում է, որ երկրի կառավարման ղեկն իրենց ձեռքն առնելուն պես խորհրդարան առաջարկ են ուղարկելու օրենքի ուժով արգելելու ադրբեջանցիներին Հայաստանում հողատարածք կամ անշարժ գույք ձեռք բերել։ Սա ըստ քաղաքական ուժի առաջնորդի կկանխի այն վտանգը, որն այսօր կախված է մեր գլխին, այն է 100,000-ավոր ադրբեջանցիների հնարավոր բնակեցումը Հայաստանում։ Հայաստանը շատ արագ կարող է վերականգնվել, շատ արագ կարող է դառնալ ուժեղ պետություն։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահը խոստանում է սպառնալիքները չեզոքացնելուց հետո Տավուշը դառնալու է զբոսաշրջային գլխավոր ուղղություններից մեկը, ընդ որում ոչ միայն մեր երկրի համար, այլև ամբողջ աշխարհի։ Տեղային մասշտաբներով փոքր ծրագրերի փոխարեն կյանքի կկոչեն մեգա ձեռնարկներ, որոնք միանգամից կստիպեն զգալ փոփոխությունների ուժը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։